իմանալով իրավիճակը, հարվածությունը, հետապնդումը, կոմարկանջելով, սավասնելով, գործից հանելով, դիմում վերելով, այդ բոլորի գիտեմ, ես շատ շնորհակալ եմ, զգացված եմ, եկել եմ այստեղ ձեզ ասելու, իմ ծրագիրը, իմ մոտեցումը, իմ խոսքը, որ մենք պատրաստ ենք, ունենք ծրագիրը, այսօրվա վիճակով, այս վիճակից դուրս գալու համար, ժողովրդի մատից փուշանելու, ունենք ծրագիրը, որը դա կազմել է ժողովրդի կողմից, ըստ ոլորտի, ըստ մեր երկրի հնարավորության եւ լավ մասնագետների։ Այսօր բոլորը գիտենք, այսօր հիմնական խնդիրները, որ անհրաժեշտ է մեր ժողովրդին, դա առաջնայինը, կրթությունը, առողջապահությունը, հարկավոր է անմիջապես կազմակերպել։ Մարդկանց խնդիրը պրոբլեմը, կրթությունը, առողջապահությունը, որ առողջար չի լինում, պետք պատվելացել է մարդիկ կամ հեր չկա, կամ դեր չկա, կամ այդ հիվանդությունը չի անցնում, բայց առողջապահության համար բյուջեում նախատեսված է $700 միլիոն, որը ճիշտ նպատակին չի ծառայում եւ ժողովուրդը բոլորը դժգոհ են։ Հարկավոր է, որ ճիշտ կազմակերպել, ճիշտ նպատակային, որ բոլորը հավասարաչափ կարողանան օգտվել այդ ամեն ինչից։ Ոչ թե պատերի տակ կանգնելով կամ գումար չնելու պատճառով, որը չեն գնում, չեն դիմում։ Կրթությունը, եթե ծնողը չի կարողանում վճարել, երեխայի ուսման վճարը, դա ինքնին իրեն չի կարող ների, որ չկարողացավ երեխային կրթության տա։ Այսօր անհրաժեշտ է, որ վարկերը, ժողովուրդը մոտարապես ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են, որ պետությունը այդ մասի պետք է մտածի, քայլ կատարի, ներում շնորհի ժողովուրդ, մինչև 3 միլիոն դրամ, պետությունը պետք է ներում շնորհի, որ մարդիկ այդ ճայիճից դուրս գան, կարողանան իրենց վաստակածը ոչ թե տոկոս փակեն, այլ կարողանան իրենց երեխային կերակրել։ Սա պետության գործն է, որտեղ եղել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, պատերազմ, այդ գումարները գոյացել է, մարդիկ տները վարկերի տակ են դրել։ Իսկ պետական բանկը այսօր 15 միլիարդ է, 11 միլիարդ ծախսվել է, որ աշխատատեր է բացել, ոչ թե ժողովրդի վրա կամ ուսանողության, կամ երիտասարդության, կամ բանակի որպես այդ չի օգտագործվել։ Այդ չգիտեմ որտեղ է ծախսվել։ Թող 1 միլիարդ 100 միլիոն ավելացնեն, ժողովրդի բանկերը փակեն, ժողովուրդը այդ ճայիճից դուրս գա, որը դա անհրաժեշտ է, պետք է կատարել։ Պետք է լիարժեք ասենք թե նախարարությունները, առաջինը գյուղ նախարարությունը, փակ է, բայկվածին ինչ անելու, ժողովրդինով է կերակրելու։ Այսօր ամբողջը թանկ է, թանկության մեջ, մարդիկ ոնց են ապրելու։ Կամ 5 նախարարություն միասին, մի նախարարություն է սարքել, դա ոնց է լինելու։ Այսօր տարեկան վարորդների վրա դատվարություն է գալի 50,000-52,000 վարորդ դատվարությունը ինքը չի գիտի։ Այսինքն որ վարորդը հանձնագործա վարորդի համար, որ պետք է իր վրա դատվարություն գա։ Ես ասեցի, որ պետք է վարորդների արդյոք պետք է նայեք միավորները, պետք է տաքսիստի եւ հարկածու միջև տարբերություն լինի, որ հարկածին 13 միավոր լինի, տաքսիստի տունակողամ օրեկա 10 ժամ, 12 ժամ մեքենայքշում օրիատունը պայի, նամ է 13 միավոր լինի, եթե նա միավորները փակվեց, որը մի ընտանիքը սոված է մնա, տաքսիստին գայլադնել 30 միավոր։ Կան հարցեր, ժողովուրդ, բոլորը գիտեն, այսօր պետք է երկու խոշոր ներդրում, ամենակարևորը Սյունիքը, Հայաստանի ամենահարուստ բնակավայրն է, իր հանքարդյունաբերությամբ, բայց Սյունեցի դա չի զգում, դա իր ճոխությունը, բարեկեցությունը չի զգում, որ ճիշտ աշխատանքի շնորհիվ տարեկան 40 միլիոն տոննա հանքարդյուն են արտահանում, որը կազմում է 4 միլիարդ, բայց այդ 4 միլիարդից միայն 500 միլիոնը հասնում գործանատիրոջ աշխատողին աշխատավարձում։ Կարելի է այդ մշակման գործանը արտաքան մասը դրել Հայաստանում, որ դա մշակվի, քանի հազար մարդ կաշխատի, որ դա մնացածից եւ պղզի գործանը կաշխատի, կապել կարտատեն, алюմինի գործանը կաշխատի, եւ ասեք թե պարարտանյութեր կարտատեն, քանոր առաջարկման ծծուպական թթու, ազոտային, ֆոսֆորային, միջի գործան կդրվի, տարբեր նարկերի գործաններ կդրվեն, հազարավոր մարդիկ կաշխատեն, այդ 3 միլիարդը կբաժանվի ժողովրդին, կաշխատեն, իրենց տները կպահեն, այսօր այդքան քանի տարի աշխատում են, հիմնական
Գնացորդները, որ ինչեն այսօր մշակաշեն, նազմից հոսքել կամին չկա, պետք է ճիշտ կարողանան կազմակերպել։ Մեր այսօր պետքան հարկավը երկու խոշոր ներդրում։ Մեկը, այդ հիմնական դրեն, որ մշակում Հայաստանում լինի, քանի հազար մարդիկ աշխատեն, գումարը կմնա և երկու նույնպես խոշոր ծրագիր իրականացնեն։ Որ մարդիկ գործ ունենան, ժողովուրդ։ Այսօր հիմնականում գործում են այնպես, որ սա փակվի, ժողովուրդը գնա, չգիտեմ ինչի համար։ Գյուղնախարարությունը փակել են գնացին անտեր պատիտակ նստած է։ Ոչ գործ ունի, ոչ փող ունի, ոչ մշակելու համար, ոչ սերմ ունի։ Կամ մի նախարարություն միավորել են իրան, ծաղկել են մի նախարարություն, որ էլի քանդվի, ի՞նչն է նպատակը։ Ես չեմ կարող պատկերացնել, թե նպատակը որն է, ու այսօր ամեն հարցում վիրավորվել լիսի մարդկանց են, չգիտեմ ինչ է մի վարվել, դա գալիս է նրանից հոջան, որտեղ իրենք էլ ասելու բան չունեն, ձեր ցավը տանը։